Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, այսօր ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրը։ Այսօր ես ձեզ կպատմեմ Հայոց ցեղասպանության մասին։ Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցել Օսմանյան պետության կողմից 1915-1923 թվականներին։ Այդ տարիներին կազմակերպված կերպով ոչնչացվել է հայ ժողովրդի մեծ մասը։ Զոհերի թիվը հասնում է շուրջ 1,5 միլիոնի։ Ցեղասպանությունը իրականացվել է փուլերով, սկզբում զինաթափվել են հայ զինվորները, ապա ձերբակալվել են մտավորականները։ Դրանից հետո ընդունվել է տեղահանության մասին օրենքը, որի արդյունքում հայերը բռնի կերպով տեղահանվել են իրենց բնակավայրերից, ենթարկվելով սովի, բռնության և կոտորածների։ Այդ ոճրագործության կազմակերպիչներն են երից թուրքերի ղեկավարները Թայլար Փաշան, Ջեմալ Փաշան և Էնվեր Փաշան։ Ամեն տարի այսօրը հայ ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Եվ հիմա սիրելի հեռուստադիտողներ, նյութի վերջում կարտասանեմ Եղեռնի մասին նվիրված բանաստեղծություն։ Շատ ցավ կա իմ սրտում, շատ վերքեր կան իմ հոգում, իմ սրտից արյուն է հոսում, մարդկանց սրտերից արյուն է հոսում, դժվար է հիշել, բայց մենք չենք մոռացել ոչ մի բան, չենք մոռացել, թեկուզ տարիներ անցնել մենք հայերս երբեք չենք մոռանա մեր անցյալը, չենք մոռանա մեր ցավը, չենք մոռանա ապրիլի 24-ը, ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։